Վանաձորի 200-ամյակի տոնակատարության շուրջ աղմուկ է հասունանում։ Մինչ համայնքապետարանի աշխատակազմը հաստատված փաստ է համարում քաղաքի երկդարյա պատմությունն ու $100,000 ծախսում տոնի համար, արխիվային փաստաթղթերն ու փորձագետները բոլորովին այլ իրականություն են ներկայացնում։ Այս տարի Վանաձորի համար հոբելյանական է։ Լրանում է Վանաձորի քաղաք հռչակելու 200-ամյակը։ Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթօրը նշվող քաղաքի տոնից բացի, որը դեռ 30 տարի առաջ սահմանել էր Վանաձորի առաջին ավականին, այս տարի հունիսի 9-ին կենտրոնական հրապարակում 25 միլիոն դրամ արժեցած մի տոնական համերգ տրվեց։ Դրան նախօրեին շոու բիզնեսի ներկայացուցիչներն էին հայտարարել, թե գալիս են Վանաձոր մեծ համերգով, նվիրված քաղաքի 200-ամյակին։ Շքեղ տոնական համերգ նվիրված Վանաձորի 200-ամյակին։ Մասնակցելու են Արամեն Պետրին, Սիլվա Հակոբյանը, քեֆ ուրախություն ապահովող Շշմելու Կարապետյանց բենդը։ Հենց այդ ժամանակ վանաձորցիները տեղեկացան, որ իրենց քաղաքը 200 տարեկան է։ Չնայած քաղաքապետի խորհրդական Արման Բերնեցյանն ասում է, ավելի շուտ են խոսել այդ մասին։ 1971 թվականին հրատարակված Խորհրդային Հանրապետությունների վարչատարածքային բաժանման մասին տեղեկագիրքն են հիմք ընդունել, որտեղ նշված են Հայաստանի քաղաքների հիմնադրման տարեթվերը։ Մասնագիտությամբ պատմաբան Բերնեցյանն ասում է, սա նախկինում դուրս էր մնացել իրենց աչքից։ Բայց հայտնագործություն չի արվել, պարզապես չգիտես ինչի աչքից վրիպած է եղել այդ փաստը, գիտեմ ասեմ Հայաստանի քաղաքների մեջ ամենաշուտը Ղարաքիլի սանաստացե քաղաքի կարգավիճակ, դա Գյումրին 1840-ին ստացել, ավելի ուշ ստացել։ Բայց ասում է, դեռ Թբիլիսիի արխիվ հարցում կանեն 200-ամյակի ապացույցներ ստանալու ակնկալիքով։ Զուտ օրը ֆիքսելու համար նաև, որպիսի օրը մենք բնականաբար հարցում էլ չանենք, անձամբ էլ երևի գնանք Թիֆլիսի, ինձ թվում է Թբիլիսի արխիվում պետք է համապատասխան հրամանագիրը լինի։ Այսինքն ամեն դեպքում մինչև հիմա մենք չունենք որևէ փաստաթուղթ։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնական այդ տեղեկագրքով։ Մինչ այդ գումարներ են ծախսվում ու նոր ծախսեր նախատեսվում քաղաքի 200-ամյակի առիթով։ Մինչդեռ ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար ՏԻՄ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանն արդեն իսկ հայաստանյան արխիվներից ստացած փաստեր ունի։ Ըստ այդ նյութերի Ղարաքիլիսան մինչև 1924 թվականը գյուղ է եղել, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է հենց 102 տարի առաջ։ Արխիվն է մեր կողմից ձեռք է բերվել նաև արխիվից փաստաթղթեր, մասնավորապես Ծխամատյաններից, որոնք որ այդ ժամանակվա պաշտոնական փաստաթղթերն են եղել, դրանցով է տրվել տեղեկանքների եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ Ծխամատյաններում հստակ ձևակերպված է որպես Ղարաքիլիսա գյուղ։ Ստացվում է 2 տարի առաջ բաց թողնված 100-ամյակի փոխարեն քաղաքապետարանն այսօր նշում է դեռ չապացուցված 200-ամյակը։ Դա ասում եմ զուտ, դա ընդհանրապես ոչ թե ճշգրտելու եւ այն չհավատալու ոչ մի հիմք չկա, որտեղ ասում եմ ամենապաշտոնական տեղեկագիրքն այնք են տեղեղում։ Այսինքն պատմական առումով տեղի ունեն պատմական փաստերի խեղում։ Քոթանջյանը խնդրահարույց է համարում, որ նման տոնը սահմանել է ոչ թե ավականին, այլ քաղաքապետարանի աշխատակազմը։ Ընդ որում 200-ամյակին նվիրված հունիսի 9-ի համերգից ընդամենը 4 օր առաջ առանց մրցույթի մեկ անձից գնման սկզբունքով պայմանագիր են կնքել Կարապետ Կարապետյան ԱՁ-ի հետ։ Համերգից մեկ օր առաջ 11.5 միլիոն դրամի մրցույթ էլ հայտարարել են մինչև տարեվերջ 200-ամյակի տարբերանշան, քաղաքի հիմն եւ սիմվոլիկ այլ իրեր պատվիրելու նպատակով։ Այսինքն չկա որոշում եւ համայնքային իշխանությունը չի կարող ուղղակի ինչ-որ օր որոշի, որ նշում է, չգիտեմ, 200 կամ 300 ամյակ, որտեղ այդ ամեն ինչը ասում է ավականու որոշում։ Ասում են հանձնաժողով ենք ստեղծել։ Հանձնաժողով ստեղծվել է ըստ իրանց պատասխանների համայնքի ղեկավարի կողմից, միևնույն ժամանակ նման միջոցառում իրականացնելու համար պետք է մասնագիտական հանձնաժողովներ ձևավորվեր, քննարկվեր այս հարցը, որը տեղի չի ունեցել։ Բացի այդ, թեև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 3 հոգանոց պատասխանատու ստորաբաժանում է ստեղծել գնումները կազմակերպելու համար, միևնույնն է, կես միլիոն դրամ են վճարել Steadfast ընկերությանը նույն գործառույթներն իրականացնելու համար։ Քաղաքապետարանից կարճ են հիմնավորում, գնումների բաժինը ծանրաբեռնված է, սուբվենցիոն ծրագրերը շատ են։
Գևորգ Քոթանջյանը մինչդեռ կասկածներ ունի, որ տեղի է ունենում փողերի չպատճառաբանված վատնում։ Նա անօրինական է համարում 25 միլիոն դրամի գնումն առանց ավականու թույլտվության եւ 1 անձից կատարելը, քանի որ արտաքին պատվիրակում կամ 1 անձից գնում արվում է խիստ մասնագիտական կամ մինչեւ 1 միլիոն դրամի գնում կատարելու դեպքում։ Իսկ այս դեպքում արվել է սովորական համերգային ծրագիր, որի փորձը քաղաքապետարանն արդեն ունի։ Ում հեղինակային, Բեմնա հեղինակային, Արամեն Պետրինա հեղինակային, Կարապետյան Սպենսը, Սիլվա Հակոբյան, այսինքն չի կա, այստեղ հեղինակայինի հարց չկա, որովհետև մի հոգին կազմակերպել է այդ ամեն ինչը։ Փորձագետը մտավախություն ունի, որ Վանաձորի տարեկան բյուջեում մշակութային ու սպորտային միջոցառումների համար նախատեսված 65 միլիոն դրամը չի բավականացնի քաղաքի տոնի եւ ամանորյա ծախսերին, եւ աշխատակազմը հեռանալուց առաջ պարզապես փոշիացնում է բյուջեի գումարները։ Այն որ փաստացի դատարկվում է համայնքի բյուջեն եւ որևիցե պատկան կառույց չի դադարեցնում այս process-ը, որտեվ սա խնդիր է, ահռելի խնդիր է եւ բոլորն է հասկանում են, որ սա խնդիր է, բայց այն որ ոչ մեկ չի կանգնացնում այս խնդրը, սա ենթադրելի է նույնիսկ, որ կազմակերպված եւ հովանավորչական հանցագործություն է, որը տեղի է ունենում։ Կփոխվի արդյոք պաշտոնակատարը եւ կշարունակեն արդյոք 200-ամյակ տոնել, թե ոչ, պարզ կդառնա շուտով։ Սակայն պատմական փաստաթղթերն առայժմ անփոփոխ են։ 200 տարի առաջ ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղ միայն նոր բնակավայրի ինտենսիվ ձևավորում է սկսվել, իսկ Ղարաքիլիսան ծխամատյաներում հիշատակվել է բացառապես որպես գյուղ մինչև 1924 թվականը։ Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը ձեռքի տակ եղած այս բոլոր փաստերով պատրաստվում է դիմել դատախազություն։